Պարոն Ղուկասյան, եթե ձեր ամենամոտ դաշնակիցներից մեկը հայտնվի կոռուպցիոն կամ պետական դաշային հակասող սկանդալի մեջ, կընտրեք արդարությունը նույնիսկ դրա գնով կորցնելու իշխանության մի մասը, թե կփորձեք պահել համակարգը գնալով կոմպրոմիսի։ Հարգարժան պարոն Ղուկասյան, ես նոր բացատրեցի, ասեցի, երբ որ մարդուն պաշտոն է տալի առանց փող, եւ այդ մարդուն ասում ես հարգելիս, քեզ տվել եմ ես նախարար, քեզ իսկ փող ուզել եմ, չէ, վեկալաս, բռնված, հետդ անցելի է, պայմանավորվում ենք, վերջացավ, կվերցնի, կբռնվի, հետը կանիցվի, կհանենք, կշպրտենք դուրս, մեկ ուրիշին կբերենք, կնշանակենք, այսինքն դուք ասում եք դաշտա, ոնց ասեցիք, սայուզնիկ կամ չգիտեմ, կուսակցական, նշանակ, գիտեք ինչ, երբեմն պատահում են, որ անփոխարինելի մարդիկ լինում են, օրինակ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, իրենք անփոխարինելի են, մենք դրանում համոզվանք, բայց այսօր այդպես կադր ես չեմ տեսնում, որը որ անփոխարինելի լինի, ցավոք սրտի, եւ եթե բռնվել է կոռուպցիոն սկանդալի վրա, այո, պիտի հեռանա մինիմում, մաքսիմում կանգնի դատարանի առաջ, ոսր բոլոր նորմալ երկրներում, քիչ թե շատ, հաջորդած